Հայաստան, Երևան, հանրային հեռուստաընկերություն, բարի երեկո, մենք ազատ գոտում ենք։ Երկուշաբթի ուրբաթ ճիշտ այս ժամին միացեք առաջին ալիքին, մենք ներկայացնում ենք իրական պատմություններ եւ իրական հերոսներ, շնորհակալություն ձեզ, որ առաջարկում եք մեզ թեմաներ եւ յուրաքանչյուր օր ճիշտ այս ժամին միանում եք մեզ։ Ասմունքը դա անհատի արվեստ է, այդուհանդերձ պաթետիզմից եւ դրամատիզմից պետք է զգուշորեն խուսափել։ Ավելորդ չափաբաժինը սպանում է նյութը, իսկ պակասը բանաստեղծությունը դարձնում չոր տեխնիկական վերարտադրության։ Հայասմունքողներ, տառապած, հոգսառատ ու հոգսաշատ, հուզիչ, սրտաճմլիկ, ինչու են հայասմունքողները սրտակեղեկ ու անհասկանալի տոնայնությամբ ասմունքում, վերջ տվեք կեղծավոր ասմունքին, պնդում է հակառակ կողմը, հայկական ասմունքը իր լացակումած կողմերով։ Պաթետիզմը ամենուր է հեռուստահաղորդումներում ասմունքի մեջ, օրինակ նույն նախադասությունը կարելի է ձևակերպել երկու ձևով, եթերում ազատ գոտին է, և ուղղակի եթերում ազատ գոտին է։ Եվ հիմա սիրով տաղավար եմ ուզում հրավիրել Լիաննա Զուրաբյանին, հանդիսավար, ասմունքողուհի, գրող։ Բարի երեկո։ Մի քիչ շատ եկաք, բայց ես ձեզ սիրով ուղեկցեմ ձեր հարթակը, Լիաննա Զուրաբյան։ Ուրախ ենք ձեզ տեսնել ազատ գոտու տաղավարում, բարի երեկո, խոսում ենք այսօր ասմունքի մասին։ Երբ սովորական մի բարի խոսքից աշխարհն ավելի բարի է դառնում, ինչու են մարդիկ աշխարհը խառնում եւ ինչ է ուզում մեկը մյուսից, երբ սովորական մի բարի խոսքից աշխարհն ավելի բարի է դառնում։ Բարի երեկո։ Թեման արդեն բացված է, մենք այսօր խոսում ենք պաթետիզմի մասին, այն ինչ որ կա բանաստեղծություններում, այ որ չչալեն այսպես ասմունքում են։ Արդյոք դա վկայում այն մասին, որ այդպես բանաստեղծությունը ավելի տեղ է հասնում մարդկանց եւ ավելի հասու է դառնում եւ ավելի ընկալելի։ Նախ ասեմ, որ ասմունքը դա խոսք է։ Եվ պետք է խոսես պարզապես։ Պետք է պարզապես գործը, վարպետի գրչի գործը խոսալով եւ հմտորեն մատուցես ունկնդրին, այնպես որ թափանցես ամբողջությամբ նրա աշխարհը։ Ինչպես ասում էր մեր մեծ վարպետ Վլադիմիր Աբաջյանը, իմ սիրելի վարպետը, ասմունքը դա խոսք է, պարզապես խոսա, բալես, պարզապես խոսա։ Ծափարենք Վլադիմիր Աբաջյանին, մեր մեծ ասմունքի վարպետին, ով այս պահին այստեղ չէ։ Հրաշալի է, հաղորդումը արդեն ղեկավարելու եւ մնացած առաջ տանելու համար սիրով տաղավար եմ ուզում հրավիրել Աննա Հեքեքյանին, Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի բեմական խոսքի պրոֆեսոր, ռեժիսոր։ Բարի երեկո, ուրախ ենք ձեզ տեսնել ազատ գոտու տաղավարում։ Եվ Տիկին Հեքեքյան, այսօր մենք խոսում ենք ասմունքի մասին, մենք այսօր խոսում ենք բեմական խոսքի մասին։ Ես կարծում եմ, որ շատերը, երբ ասմունքում են, պաթետիզմի զգացողությունը եւ պաթետիզմը երևում է։ Ձեր դիտարկումը այս առիթով։ Ես չեմ ուզում խոսել շատերը ինչպես են ասմունքում, որովհետև յուրաքանչյուր ասմունքող ինքը պիտի գտնի իր չափաբաժինը եւ կարծում եմ ամենակարևոր բանը ասմունքի եւ ընդհանրապես բեմարվեստի մեջ չափի զգացողությունն է եւ ճաշակը, գեղարվեստական ճաշակը։ Եւ դա մենք փորձում ենք կրթել մեր ուսանողների մեջ, այսինքն գեղարվեստական ճաշակ եւ չափի զգացողություն եւ բնականաբար էմոցիաներ, զգացողություններ ունեցող մարդը երբեք չի խախտի այդ չափաբաժինը եւ կլինի ճիշտ իրավիճակի մեջ, իմ կարծիքով։ Շնորհակալություն։ Տիկին Հեքեքյան, երբ սովորաբար ասմունքում են հայրենասիրության մասին, այսպես միշտ տոնայնությունը բարձրանում է, չէ, միշտ ավելի հուզականությունը շատանում է, այդ դրանով երևում է, որ բանաստեղծությունը լավ են ասմունքում, այսինքն ձևը դա է։ Ընդհանրապես բանաստեղծությունը դա ասմունքը բեմարվեստի ժանր է, բանաստեղծությունն էլ մենախոսություն է, քնարական մենախոսություն։ Կարող է քնարական հերոսը ասմունքել մեկ մեկնաբանության, այլ մեկնաբանության, բայց կարևորը մեկնաբանությունն է եւ արտիստի անկեղծությունը։ Արտիստը պետք է լինի անկեղծ եւ կարողանա ճիշտ մեկնաբանել նյութը։ Եթե նյութի մեջ չկան, դե գիտեք ինչ, մենք կարող ենք ասել, որ ես իմ անուշ Հայաստանի բանաստեղծությունը, որը վերջերս շատ հաճախ լսում ենք Խորեն Աբրահամյանի կատարմամբ, եւ ընդհանրապես ասում են, որ դա աղոթք է եւ կարելի է դա աղոթքի միջոցով ձևով ասել, աղոթքի կերպ ներկայացնել ի վերջո։ Մեկնաբանությունը Խորեն Աբրահամյանի գուցե ընդունված մեկնաբանությանը համապատասխան չէ, բայց քանի որ մեծ արտիստ է, բարի
մեծատառով մեծ արտիստ է եւ մեծ հուզական աշխարհ եւ մեծ ներքին ունի։ Նա կարողացել է արդարացնել ինչ որ չափով, նույնիսկ ոչ շեշտադրությունը, նույնիսկ ինչ որ հուզական առավել ավելի մեծ թափ տալով բանաստեղծությանը, բայց իհարկե մենք հասկանում ենք որ պարագայում էր նա դա ասում, որտեղ է նա դա ասում։ Եթե մենք հիմա կանգնենք այստեղ եւ սկսենք ես իմ անուշ Հայաստանին ասել, դա առնվազն ծիծաղելի կլինի։ Ամեն ինչ պետք է դիտվի արտիստի ներքինից դուրս գա, բխի արտիստի ներքինից, նրա ճաշակով, չափով եւ ընդհանրապես մտածողությամբ։ Չի կարող արտիստը առանց դե եթե չի բխում դա ասմունք չէ, դա արվեստ չէ։ Վերջ։ Այսինքն ասմունքը պաթետիկ է թե ոչ պաթետիկ, դա խոսակցություն։ Ասմունքը չի կարող լինել այսպիսին։ Ասմունքը ամեն անգամ նոր է։ Ինչպես գիտեք, ինչ հյուրանոցի համար գեղեցիկ ձևավորված, բայց ամեն անգամ նոր բնակչի հետ այդ համարը նոր շունչ եւ նոր տեսք է ստանում։ Չի կարող ասմունքը լինել այսպիսին։ Նա ամեն բանաստեղծություն նաեւ բացի հեղինակից, որը դա մեզ տվել է եւ մենք պարտավոր ենք որպես դերասաններ նախ եւ առաջ հասկանալ ինչ է ուզում ասել հեղինակը։ Մենք երկրորդն ենք, բայց մեր երկրորդի մեկնաբանությունը չպիտի խանգարի եւ պիտի լինի չափի մեջ ու ճաշակով, ամենակարևորը ճաշակ, որը ցավոք բացակայում է։ Շնորհակալություն։ Եվ իմաստով, տրամաբանված։ Եվ իմաստիրով տաղավար ենք ուզում հրավիրել Գայանե Սամվելյանի, նա կարդում է համարյա բոլոր նոր հեղինակների գործերը, նրան կարելի է տեսնել գրողների միության համարյա բոլոր շնորհանդեսներին։ Դիմավոր եք ասում փողոյի Գայանե Սամվելյան։ Բարի երեկո, ուրախ ենք ձեզ տեսնել Ազատ գոտում տաղավարում, լսում եք քննարկում, նախ ձեր դիտարկումը։ Ես հավատացած եմ, որ պոեզիա կա յուրաքանչյուր մարդու սրտում, պարզապես պետք է արթնացնել։ Գաղտնիք չէ, թե զրույցը ինչ նշանակություն ունի մարդու կյանքում։ Պետք չէ ոչ մեկին ապացուցել, թե ինչ հարցեր կարող է լուծել մտերմիկ ջերմ զրույցը։ Իմ ընկալումով պոեզիան, ասմունքը դա զրույց է։ Զրույց մարդու հետ։ Ես այդպես եմ իմիջայլոց մատուցում է շատ անսեթևետ եւ զրուցելով մատուցում է իր ասում։ Խնդրեմ, կարող եք փոքրիկ հատված ասմունք էլ հետաքրքիր է։ Ինչ հյուր եկեք, երբ կամենակ, կյանքս էլ ուզեք կտամ, բայց երկիս մեջ փնտրեք մենակ։ Ես ուրիշ տեղ չկամ։ Իմ երկի մեջ դուք չփնտրեք զարդեր, ոչ մի անգամ, նա էլ ինձպես բարձ ու անշուք նախնական է անգամ։ Երկիս տունը դատիս տամպես հայկական է ուհին, ու գապված է սիրտը շամպես, նրա ամեն քարին շատ եմ խնդրում։ Ներս չմտնեք զարմանալու համար, եթե այնտեղ բույր չգտնեք թարմանալու համար։ Շինել եմ այն ոչ զարդերի, այլ ջերմության համար, հյուրընկալվող ձեր սրտերի մտերմության համար։ Տագնապով է ձեզ սպասում սիրտս, ուշկը դռան, նա ձեզ երբեք սուտ չի ասում, հավատացեք նրան։ Ինձ հյուր եկեք, երբ կամենակ, կյանքս էլ ուզեք կտամ, բայց երկիս մեջ փնտրեք մենակ, ես ուրիշ տեղ չկամ։ Շնորհակալություն, Գայանե, դուք բոլոր բանաստեղծություններն եք ժպիտով արտասանում։ Ոչ, բնականաբար ոչ։ Տրամադրությունը թելադրում է, ստեղծագործությունը թելադրում է տրամադրություն եւ այդպես էլ ընթերցում է գործը։ Շնորհակալություն, հիմա տաղավար ենք հրավիրում Մայրանուշ Գրիգորյանին, Հանրային ռադիոյի թատրոնների բաժնի խմբագիր դերասանուհի։ Բարի երեկո, ուրախ ենք ձեզ տեսնել Ազատ գոտում տաղավարում, ինչպես եք։ Ոչինչ, եղանակը տեսնում եք, այդպեսին էլ մենք ենք։ Իսկ ասմունքից ինչ կասեք, պաթետիզմից։ Ասմունքը, միայն կարող եմ ասել, որ ցավում եմ, որ հիմա քիչ են կարդում պոեզիա, ընդհանրապես գիր ու գրականություն։ Իսկ պաթետիկ ոչին ես կտրականապես դեմ չեմ։ Միայն թե կարդան։ Պոեզիան դա խոսք է, ուղղում, հղում, ուղարկել մի հոգուց, մի սրտից, Վարուժանից, Տերյանից, Սիամանթոյից, հղում դեպի մյուսի հոգին, միայն թե չբղավեն, միայն թե անկեղծությունից չափը չանցնեն, անկեղծությունից դուրս չգան եւ միայն թե անտարբեր չկարդան։ Ասմունքը շատ գեղեցիկ բան է, հատկապես հայ գրողների պոեզիան։ Եվ ես սիրով կոչ եմ անում, որ
էլի կարդան, թող անընդհատ կարդան։ Եթե շատ պաթետիզմով արտասանվում է այդ բանաստեղծությունը, երիտասարդ երբ լսում է, իր մեջ ամեն դեպքում ցանկությունը չի լինում այդ բանաստեղծությունը լսել եւ շարունակել։ Ճիշտն ասած, դա գալիս է 60-ական, 70-ական թվականներին, երբ որ տաղանդավոր հանճարեղ դերասաններ կային, քանի որ մենք կարոտած սպասում ենք, ինչպես էր կարդում օրինակ Թամար Դեմուրյանը, Հրաչուհի Ջինարյանը, երբեք պաթոս չի եղել, հատկապես ձայնն էր, չէ, լավը չէր, խրպոտ, բայց գեղեցիկ ձայն ուներ եւ շատ տրամաբանական էր կարդում։ Չեմ վրթովում, երբ որ պաթոս եմ տեսնում, որովհետեւ դեռ հիշողությանս մեջ նրանց ձայնն է, նրանց գիտեք ինչ, վերջում որ այդ ոնց է, որ բոլորի դուր է գալիս, բանաստեղծությունը վերջանում է եւ սենց հատու, կտրուկ ուղղորդում է քեզ, դա ավելի շուտ է տեղ հասնում։ Ոչինչ, թող մի քիչ էլ վերջում պաթոս լինի։ Պետքան դեմ չեմ։ Տիկին Հեգիրյանը խոսեց ճաշակի մասին, եթե կա ճաշակը, եթե արտիստը կարողանում է համոզել, այդ պաթոսն էլ է ընկալելի։ Հասկանալի է։ Ճիշտ տեղին եւ չափի մեջ։ Այո։ Հասկանալի է եւ հիմա սիրով տաղավար եմ ուզում հրավիրել Մարինե Պետրոսյանին բանաստեղծ, հրապարակախոս եւ նաեւ լսելու Տիկին Պետրոսյանի դիտարկում այս խնդրի շուրջ։ Բարի երեկո, ես տեսնում եմ ուշադիր հետևում եք զրույցին եւ ձեր Բարի երեկո, եթե թույլ կտաք, ես կուզեմ սկսել առարկությունից, որովհետեւ այստեղ շատ հետաքրքիր օրինակ բերվեց Տիկին Հեքեքյանի կողմից Խորեն Աբրամյանի ես իմ անուշ Հայաստան, ես հենց գալուց առաջ մի անգամ էլ վաղուց էի լսել, մի անգամ էլ լսեցի, ուզում եմ ասել, որ իմ կարծիքով բնութագրումը ճշգրիտ չէր, դուք ասեցիք դա աղոթք էր, դա բացարձակ աղոթք է բանաստեղծությունը Չարենցյան։ Ես բացատրեմ։ Ուրեմն ես իմ անուշ Հայաստանին շատերին, անկեղծ ասած, արդեն հոգնեցրել էր, որ այնքան էր հնչել, դուք բոլորդ գիտեք։ Խորեն Աբրամյանի այդ անսպասելի, ուրեմն արածը ինչից էր, որ ինքը այդ աղոթքը սովորաբար քնքուշ եւ նուրբ են, չէ՞ անում։ Ինքը հակառակը այդ ամբողջի մեջ դրեց կոպտություն, շատ ուժեղ կոպտություն։ Ես հենց դրա մասին էլ ասել եմ, դուք ինձ չեք հակադարձում, ես հենց դա էլ ասացի։ Ես հենց դա ասացի։ Աղոթք բառը Ես կոպտությանը ասացի ընդհանրապես դա որպես աղոթք է դիտվում բանաստեղծությունը, բայց Խորեն Աբրամյանը այլ մեկնաբանությամբ ասաց։ Ես շատ լավ, եթե այդպես է կալ համաձայն։ Ուզում ասել եւ անկեղծության խնդիր իմ կարծիքով չկա։ Մյուսն էլ ասեմ, որովհետեւ դա իմ կարծիքով շատ սխալ պատկերացում, այսինքն եթե ասմունքողը կարող է լինի շատ անկեղծ, բայց ինքը տա ֆալշ եւ կեղծիկ։ Դրա համար ասմունքողը պետք է ունենա տեխնիկա։ Անկեղծության մասին եմ ասում, բեմական անկեղծության, դերասանի անկեղծության։ Գիտեք ինչ, որպես արվեստի տեսակ, ասմունքը եւ թատրոնը կինոյից տարբերվում է։ Բանը արտիստը պետք է անկեղծ լինի, որ լավ խաղա։ Անպայման, Ես անպայման պետք է լինի եւ անկեղծ եւ պիտի լինի։ Ցանկացած այստեղ նստած տղայ կամ աղջիկա դուք ասենք անկեղծ դարեք թող սիրարված Մարինե ջան, կարող եմ այդպես ձեզ դիմել, Մարինե ջան, գիտեք ինչ, մենք չխառնենք բաները միայն բանավիճելու համար, անկեղծությունը եւ վարպետությունը իրար չեն խանգարում։ Այստեղ նստած երեխաները ինչքան էլ հուզառատ լինեն, եթե վարպետ չեն, նրանք չեն կարողանա իրենց զգացողությունը, անկեղծ զգացմունքը մատուցել։ Պայմանը հանեք ընդհանրապես։ Ոչ, պիտի անկեղծ լինես, բայց կարողանաս մատուցել քո անկեղծ զգացմունքը։ Մի բան կուզեմ ասել, տիկնայք, ինչու եք վիճում։ Եթե կա ասմունք, կա գեղեցիկ Տիկնայք, ինչու եք վիճում։ Եթե կա գրականություն, եք սիրով եք ասմունքի, ասեմ Մարինե ջան, հայը հային կվնասը, օտար երբեք բարախոսությունը թողեք մի կողմ։ Եկեք ասմունքում եկեք ես դեռ աղջիկ չեմ, ես դեռ մաման կարող ա լինեմ կներեք։ Ուրեմն էսպես։ Դե լսեք Ջիվանո խոսքերը, հա, հայը հային կվնասը, Դուք ինձ օտար թափեք երբեք եւ մեղավոր խնդրում եմ չեն։ օգնեք ինձ որ Պակասը իրար սիրելու սովոր չեն, հայեր այս բանով վատ Տերոր մի արեք, ես կարող եմ կներեք գոռա։ Մեկ այնպես գատեն, արդյոք հարկավոր չեն, օտարին կգովաբանեն, բայց իրար միշտ հակառակ բան չունեք եւ ընդամենը բան եք, էժանը բան եք։ Բապերեսեկած բան են, այս բաները մեզի նոր չեն։ Ջիվանս, կասեմ անկասկած։ Տիկին Մարինա, եթե դուք էլ կարող եք ռեպ կարդացեք, որպեսզի հասնեք։ Մեկ րոպե։ Բացված վերքեր։ Չի կարող այդպես։ Չեն, եկեք իրար սիրենք, հայեր, սիրենք իրար, եթե ասմունք կա, խոսք կա, սիրենք իրար, սիրով լծվենք։ Ինչի եք դրել, սա այսպես ասած, Մեկ րոպե։ Լիաննա։ Բայց մենք շատ հաճույքով էինք բանավիճում, մենք ինչ որ վիճում ենք։ Ուրեմն ես ձեզ ասեմ, այստեղ կան ասմունքողներ։
Սիրելի Արտակ, ասում Ներողություն Արտակ Միչամտի, որտեղ արդեն Տիկին Մարինեն արտահայտիր կարծիքը ավարտի, որից հետո դուք խնդրեմ ձեր ասելիքը կասեք։ Ջիվանու խոսքեր ասի, որ հայը հային կվնա։ Հասկանալի է, Մեկ րոպե, Լիաննա, մեկ րոպե, լսենք Տիկին Մարինեն, որից հետո դուք Եթե դուք շարունակեք։ շարունակեք, ես կթողնեմ Մեկ կհեռանա։ րոպե, Լիաննա, մեկ րոպե, լսենք Տիկին Մարինեն։ Սիրով ասմունքի մասին ենք խոսում, կարելի մեկ րոպե։ Լսում ենք Տիկին Մարինեն, Ուրեմն դա ինչ պահանջ է սիրով, ինչու պիտի ես անպայման ձեզ սիրեմ կներեք։ Ես գրչով եմ եկել, ես դա էի ուզում ասեմ։ Մի րոպե եթե լռեք, ես կասեմ։ Ես այստեղ միակն եմ, այստեղ կան ասմունքողներ, կան մասնագետներ, ես միակն եմ, որ ներկայացնում եմ բանաստեղծությունը, ես բանաստեղծ եմ։ Եվ ես ուզում եմ ասեմ, որ ձեր այդ վերաբերմունքը, որ պոեզիան պետք է լինի սիրուն, այսպես որ դուք նոր ներկայացրեցիք։ Սիրեք միմյանց բան, այ դա սպանել է բանաստեղծությունը եւ դրա համար է որ հիմա մարդիկ դուք եք սպանել, Ջիվանուն հանգիստ թողեք։ Ջիվանին է, հանգիստ թողեք, մի պաստվեք իր հետևում։ Ես դες ասում եմ, այս պատկերացումը, որ պոեզիան ինչ որ շաքար լոխումային մարմելադային, դրա համար լուրջ մարդիկ արդեն դադարել են պոեզիա կարդալ։ Իսկ ձեր Եվ դա հանցագործություն է, եւ ոչ մեկը իրավունք չի տվել քեզ պոեզիայանից խոսելու, որտեղ դու իրավունք չունես դա։ Ես գոնե մի քիչ կարող եմ այսքան իրավունք ունենամ, բայց ամբողջականից չեմ խոս։ Իսկ դու ոչ մի իրավունք չունես։ Տիկին Մարինե, ձեր գործերը որոնք են։ Մի գործ չգիտեմ ձեզնից։ Գիտեք որ կա։ Ես ուրախ եմ, որ դուք ոչ մի գործ չգիտեք, որովհետև ձեր ճաշակի մարդը շատ գիտեմ ժամանակից գործ։ Ձեր ճաշակի մարդը շատ ստեգ է իմանալի։ Դուրյան, գիտեմ Լևոն Բլբուլյան, գիտեմ Կորոն Արաքելյան, հրաշքամից պոեզիա։ Սիրելի Լիաննա, մի գործ չգիտեմ։ Լիաննա ջան, շատ հյուրեր ունենք։ Թույլ տվեք մյուս հյուրերն էլ գան։ Մենք անցանք անձերի քննարկմանը, տաղավար եմ հրավիրում Ռիփսիմե Սարգսյանին ասմունքող, լսենք Ռիփսիմեի տեսակետը այս առիթով, որից հետո արդեն կշարունակենք զրույցը։ Բարի երեկո Ռիփսիմե, լսում ենք, տեսնում եք զրույցը, խնդրեմ ձեր դիտարկումը, դուք նույնպես ասմունքող եք։ Պոեզիան հայ ժողովրդի ամենահին ճյուղն է, սերտորեն կապված կյանքին, կենցաղին, անցյալին ու ներկային և ազատության ու անկախության համար իր հերոսաբար պայքարին։ Որպես երիտասարդ ասմունքող ես կարծում եմ, որ խոսքը ինչքան մաչելի է լինում, ինչքան հասանելի է լինում, Իհարկե, այդ պարզ մասին է խոսես, լինում։ փոքրիկ հատված կարող եք ասմունքել, որպեսզի նաև ձեր ոճն կարելի լինի Մեծ հեռուստատողների սիրով, համար։ Համոսայանի ստեղծագործություններից մեկը։ Մենք մեր մասին բան չենք ասում, մեր բերանը խցանում ենք։ Կաթիլ, գլոր, իրար գալիս խտանում ենք։ Լինել է պետք, մենք լինում ենք, երևալը քարը գլխին, մեր լինելով չարը մերժում, բարին է, որ խթանում ենք։ Արդ ու հովտի ոտքերն ընկնում, վիզ ենք ծռում, որ մեզ խմեն, ծարավներ են խեղճ ու կրակ, և խղճում ու խեղճանում ենք։ Աշխարհը փուչ աշխարհում այսքան փուշ ու փշերի մեջ, ինչ իմանաս մենք էլ գուցե ինչ որ չափով փչանում ենք։ Ինչ է ասում ձեր խիղճը ձեզ, երբ մեզ քոռու փուչ են անում, փուչեր այս փուչ աշխարհի, եւ մենք այսպես քչանում ենք։ Շնորհակալություն եւ հիմա ունեք որևէ բան ավելացնելու կապված ասմունքի եւ պաթետիզմի հետ, այսինքն կոնկրետ այս բանաստեղծության հետ կապված։ Այս բանաստեղծությունը չէ, պաթետիկայի Շատ լավ, մենք ներկայացնենք մեր մյուս հյուրին Սուսաննա Ալեքսանյան, հեռուստար ռադիո հաղորդավարական դպրոցի տնօրեն, ով նույնպես կրթում է սերունդներ դաստիարակում, որոնք հայտնվում են եթերում, շատ հայտնի հաղորդավարներ եւ մարդիկ։ Բարի երեկո, Տիկին Ալեքսանյան, ուրախ ենք ձեզ տեսնել Ազատ գոտու տաղավարում, մենք խոսում ենք այսօր պաթետիզմի մասին, այն ամենը ինչ որ կա, որը նաեւ խանգարում է երբեմն որ մարդ կապվի պոեզիայի հետ եւ սիրի այդ ամենը։ Ձեր դիտարկումը։ Պիտի ասեմ, որ ժամանակի հետ մշակույթում եւ արվեստում արտահայտչամիջոցները փոխվում են։ Մենք ապրում ենք 21-րդ դարում, ներողություն, եւ այդ պաթետիզմին անկեղծ ասած ոչ միայն դեմ եմ, չեմ հասկանում եւ չեմ ընկալում, մեզանում այսօր պաթետիզմը մենտալիտետ է դարձել, կարծես թե, որովհետեւ պաթետիկ է ոչ միայն խոսքը, այլ նաեւ միջոցառումները, չգիտեմ, հանդիսությունները, իմ կարծիքով պաթետիզմի մեջ կորում է իմաստը, պաթետիկ խոսքի տակ կա ոչ անկեղծ խոսք, այդպես մի հանքի գորալ, այդպես լալահառաջ ինտոնացիաներով, այդպես աղերսագին, կորչում է իմաստը բանաստեղծության, չգիտեմ, ես չեմ ընկալում եւ նույնիսկ ամաչում եմ։ Այ դուք լսում եք, որևէ խորհուրդ ունեք մեր ասմունքողներին, որպեսզի չէ որ նրանք են հանդիսատես են հավաքում եւ նրանք են կապում։ Գիտեք, խոսք արվեստով զբաղվելը ես կարծում եմ
դա բարդ բան է, դա առանձնահատուկ շնոր է առաջին հերթին։ Նախ պիտի հասկանալ ստեղծագործությունը, ինչի մասին որ դու ասում ես, եւ ինքդ ասմունքողը պիտի ասելիք ունենա։ Իսկ կյանքի փորձ պետք է դրա համար, այսինքն անցած ուղի։ Գիտեք, իհարկե։ Կներեք, որ ընդհատում եմ շատ մի կարևոր բան ասած, որ գեղագիտությունը փոխվում է։ Այն ինչ որ լավ էր անցյալ դարի վերջում, նախանցյալ դարի վերջում, արդեն հիմա չի ընկալվում։ Ասենք մենք լսում ենք Վահրամ Փափազյանի իջեք երազներ, ինչպես են ակարդում։ Վահրամ Փափազյանը շատ վատ է կարդում։ Ձեր կարծիքով հիմա, բայց այն դարի, այն ժամանակ այդ էսթետիկան, այդ գեղագիտությունը ընկալելի էր որպես պարզ, հասարակ եւ գեղեցիկ ասմունք։ Ես օրինակ ինչու է ընդհանրապես գեղագիտությունը փոխվում։ Միայն կինոյի վայնի ազդեցություն չէ։ Ընդհանրապես գեղագիտությունը միշտ է փոխվում, անտիկ ժամանակվանից մինչև տարբեր բանաստեղծներ գրում են նույն բանի մասին, ենթադրենք, ասենք սիրո մասին եւ տխրության մասին եւ այլն, չէ՞։ Բայց եթե դու գրես հին ձևով, դու դառնում ես, դրա համար ես ասում եմ, ես դրա համար անկեղծության, հարցը անկեղծություն չէ, հարցը տեխնիկան է, այսինքն որոշակի բանաստեղծական տեխնիկան է անկեղծ եք գրում։ Ես ձևն եմ փնտրում, որպեսզի անկեղծությունը արտահայտվի։ Եթե ես դուք ամենաճիշտ բան, դուք գտնում եք ձևը, որպեսզի արտահայտեք ձեր անկեղծությունը։ Ամեն ասմունքով ես գտնում եմ որպեսզի արտահայտի իր անկեղծությունը։ Պատկերացրեք ձեր սիրո գործը։ Չէ, ես գեղեցիկ գործեր չունեմ։ Բնական է, ինչպես կարելի է նման կինը գեղեցիկ։ Ձեր պատկերացրած գեղեցիկը ինձ համար ընդունելի չի։ Ուրեմն գիտեք ինչ, լրիվ մի րոպե, ես հենց ուզում եմ դուք պիտի խոսեք, չեմ հասկանում։ Ես ուզում եմ, ուրեմն մենք իրար հետ ավելի լավ խոսենք, որտեղ իրար հասկանում ենք։ Ուրեմն ես փնտրում եմ այն ֆորման, եւ ո՞նց եմ փնտրում։ Ես ասենք, որպեսզի այդ ֆորման գտնեմ, ես հանում եմ այն ամեն ինչը ինձ խանգարում է, հանում եմ կեղծ սենտիմենտալությունը, հանում եմ կեղծ, ասենք, հուզական, կեղծ հուզականությունը։ Հիմա ինչու ես ասենք այսպես, ասենք, ուժեղ արձագանքեցի եւ ինչու ասենք ասմունքին այդպես ռեակցիա եմ տալիս, որովհետեւ ասմունքը ես օրինակ մտածել եմ, չէ, ի վերջո մարտամ ասմունք են, ասենք, իմ բանաստեղծությունները։ Ինձ ճանաչում են, կարող են, բայց ես սարսափում եմ, որ ես այդ իմ բանաստեղծության մեջ այդ ամեն ինչը հանել եմ, աշխատել եմ այդքան եւ այդ ասմունքողը մի իր ինտոնացիայով լալահառաչ եւ բան, ինքը կարող այդ ամոթ աշխատանքը ջուրը լցնի եւ այդ պաթոսը դա է, այսինքն ինքը բերում է կեղծիքը։ Դուք միակը չեք, միակ պոետը չեք, որը հրաժարվում է իր բանաստեղծությունները տալ ասմունքողի։ Միակը դուք եւ այդպիսի բանաստեղծներ Ռուսաստանում են, ռուսներն հասկանալի է, որպեսզի երկխոսության չվերածենք, նաեւ հարթակը տանք մյուս մարդկանց, դեռ այս թեմային կանդրադառնանք եւ շատ խոսելիք ունենք եւ շատ ասելիք ունենք։ Տաղավար եմ ուզում հրավիրել Այդա Ասատուրյանին, ասմունքող ռադիոյի հաղորդավար, եւ նաեւ լսենք ասմունքող Այդայի տեսակետը։ Բարի երեկո, ձեզ նույնպես ուրախ ենք տեսնել Ազատ Գոտու տաղավարում։ Նախ մինչև զրույցին միանալը փոքրիկ հատված դուք կարող եք նաև ասմունքել։ Անկեղծ ասած, քանի որ ես հիմա աշխատում եմ արևմտային երկիծաբանության վրա, եթե կարելի ես Երվանդոտյանից մի հատված ներկայացնեմ եւ երևի տրամադրությունն էլ կբարձրանա բոլորիս։ Մեր հայկական այփուփենը ամենեն հարուստն է։ 36 ցայն ունի եւ մենք հայերս ամեն ցայն կրնանք անել։ Ֆրանսացիներն ու անգլիացիները մենե 11 ցայն բագաս ունին եւ թերևս ադոր համար է, որ քիչ կխոսին, շատ կկործեն։ Ես կարծում եմ, որ խոսքը կարևոր չի լինի գրավոր թե բանավոր, խոսքը ինքը հոգեվոր արժեք է, մասնավորապես բանաստեղծության մեջ։ Ինքը ինձ համար բանաստեղծական խոսքը, ինքը կենթանի գոյություն է, ինքը ունի էներգետիկ դաշտ, ինքը ունի աուրա, այդ բանաստեղծությունը եւ պիտի այդպես մոտենալ, այդ մտածողությամբ մոտենալ։ Արտասանած աուրա ուներ։ Սովորական հումոր։ Դուք երբ որ դուք խոսում եք, ես ձեզ չեմ խանգարում։ Դա բանաստեղծություն չէր։ Ես ուղղակի երկիծաբանությունից մի հատված կարդացի, ինչ որ բան ասելու համար, ձայն հանել դեռ չի նշանակում կամ գրել ինչ որ բան դեռ չի նշանակում, արդեն դու բանաստեղծություն ես գրել կամ դու ձայն հանեցի դեռ չի նշանակում, որ դու ինչ որ մի բան արդեն կարդացի։ Դա իսկ ժամանակակից գրողների ստեղծագործություններին անդրադառնում եք, տեսնում եք դաշտում ինչ կա լիան, օրինակ։ Գիտեք ինչ, շատ հարաբերական է ժամանակակից գրող հասկացությունը։ Այսօր մենք ունենք մեր կողքին ապրում են բանաստեղծներ, ովքեր գրում են Չարենցի պես, գրում են Տերյանի պես, գրում են Սևակի պես։ Այդ բանաստեղծությունը գրվել է ժամանակակից լավ գրող։ Ոչ մի բանաստեղծ ժամանակակից ոչ Չարենցի, ոչ Սևակի, ոչ Տերյանի պես։ Չէ, բայց մենք ունենք ժամանակակից բանաստեղծներ, ունենք, որոնք շատ լավ գրում են։ Եվ գիտեք ինչ, պարզապես այդ ժամանակակից, այդ բանաստեղծությունը, այդ նոր մտածողությունը, նոր
ճաշակը, նոր միտքը, ինքը թելադրում է Տիկին Ասատուրյան հասկանալի է, ձեր ասածը մենախոսության է գրածում։ Լիաննա, դուք ուսումնասիրել եք դաշտական ժամանակակից գրողներ։ Մետաքսե, Կորուն Արաքելյան, Բագրատ Ալեքյան։ Բայց ինչ եք ուզում, երիտասարդ գրողներ։ Այո, դրանք 100 տարեկան են։ Բայց ժամանակակից ինչու են 100 տարեկան։ Կորուն Արաքելյանը երիտասարդ տղամարդ է, ինչու է 100 տարեկան։ Լևոն Բլբուլյանը կարգին գրում է, ինչու է 100 տարեկան։ Բարձրախոսը։ Երևի 100 տարեկան, երևի շուտով դուք կլինեք։ Դուք ընկերներ։ Լսում եք։ Ամեն դարաշրջան պաթետիզմի է 50 անգամ կրկնեցիք, բայց որևէ մեկը կոնկրետ կեցվածքի, պոզայի դոզան ունի ամեն դարաշրջան։ Մեր դարաշրջանն ունի, ամեն ազգել իր պոզայի չափաբաժինը ունի։ Ես այստեղ նստած, ես ինքս էլ իմ պոզայի եւ Սարգիս, քո բանաստեղծությունները, որ պաթոսով կարդան, ինչ կմնա իրանցից։ Հայտարար բան կլներ։ Բանը շատ բան է փոխվել Այ մարդիկ պաթոսով կարդան, թող կարդան, ձեզ չեք իմանում, ինչ եք գրում, բերեք ձեր գործերը նայեք, թող պաթոսով կարդան։ Այսքան որ գորակի մասին ձեզ եք խոսում, ասում եք դահլիճը լեցուն է եղել, գուցե դա վատ է որ լեցուն է։ Ինչու՞։ Բա ոնց, լավագույն բանը դժվար է ընկալվում։ Լավագույն բանը դժվար է։ Ամեն անգամ չի որ լիքը դահլիճը դրական է։ Պոեզիայի երկու պագուներն են գալի եւ այնքան շատ են նրա։ Ամեն մարդ պոեզիայի համակարգում չի ընթերցող ունեցող գրողը չի որ ճիշտ Մեկ րոպե, պարոնը չի որոշում մեկ րոպե։ որակը։ Քանակը չի որոշում որակը որակ է մնում։ Մենք հայ ենք, ունենք որոշակի պոզայի պաթետիզմի, դրամատիզմի, հայ ենք, չափաբաժինը ունենք, դրանից անհնար է խուսափել, հնարավոր կոտրել, գիտակցաբար։ Բայց թույլ տվեք էլ չեմ վերջացել, որովհետև ես ասացի անցյալի մասին, բայց շատ բան է փոխվել պոեզիայի մեջ, այդ պոեզիան դարել է զրույցի, մեկը այդ բառը օգտագործեց, խոսակցական, շշուկի հասցվող, պարզ խոսակցության է հասվել, ես ու դուի աշճանի է հասցված, այդպիսի պոեզիա է Մարինեի պոեզիան, տեղյակ չի մեր աղջիկը, միայն ինքը չի, նոր պոեզիա գոյություն ունի, նոր պոեզիա, մենք ասում ենք կենտրոնում եք, կարդանք ձեր։ Ես ինքս ավակ արդեն սերունդ եմ, նոր սերունդներ են գալիս, ավելի պարզ ու խոսակցական են գրում։ Եվ պետք է ասմունքներ լինի, պարզ եւ Իսկ ասմունքը հետ է մնում ասմունքը, հետ է մնում, որովհետև դրա համար ես ուզում խոսեմ, ասմունքը մեզանում շատ հետ է մնում պոեզիայի։ Լիաննա, ամբողջ խնդիրը այն է, որ ասում են, որ հիմա արդեն խոսակցականի ասվել, որ պետք է մի քիչ ավելի մատչելի ասվի, այսինքն որևէ մեկը ձեզ չի քննադատում եւ կասկածի տակ չի դնում ձեր արհեստավարժությունը։ Արտակ ջան, բայց մենք շատ գեղեցիկ մի բան լսեցինք, որ ասմունքը ոչ բոլորի, բայց ասմունքը հետ է մնում պոեզիայից այն, որը ստեղծում է այսօր։ Իհարկե հետ մնալ առաջ գնալու խնդիր երևի այդքան չկա, բայց չի համընկնում։ Այսինքն մենք վերադարձանք մեկնաբանության խնդրին։ Եթե մեր ասմունքողները որևէ բանաստեղծություն, այս մարդը ասմունքող է, նա վերցնում է նյութը, նա կարդում է, սկզբում կարդում է, հասկանում է ինչ է գրված, բնականաբար այ օրգանիկան դերասանի այն է, որ նա միանգամից զգում է ինչպես դա պետք է մատուցել։ Ոչ թե բոլոր բանաստեղծությունները, լինի դա արևելահայերեն, արևմտահայերեն, միջնադար ժամանակակից կարդան նույն ձևով։ Երբ որ դու լսում ես ասմունքողի, որը բոլոր հեղինակներին, Տերյանին, Չարենցին, չգիտեմ, Սևակին կարդում է միատեսակ, ուրեմն գիտեք ինչ, եկեք այսպես հասկանանք, որ մենք այլևս գործ չունենք բեմ արվեստի հետ, դա ասմունք չէ։ Շնորհակալություն ձեզ յուրաքանչյուրի դեր խոս տրվելու է խոսելու համար։ Կարինե Դավթյանին ենք սիրով ուզում հրավիրել տաղավար մշակույթի Երևանի Պետական համալսարանի մշակույթի կենտրոնի տնօրենին, ինչպես նաև թատրոն ստուդիայի գեղարվեստական ղեկավարին։ Բարի երեկո, Տիկին Դավթյան, ուրախ ենք ձեզ տեսնել Ազատ գոտու տաղավարում, արդեն հասկանալի է թեման, շատ կարճ ձեր դիտարկումը, որպեսզի ինտեգրվենք զրույցին, խնդրեմ։ Բարի երեկո։ Ես ամբողջ ժամանակ լսում էի այս բանավեճը եւ ուզում եմ ասել, որ ասմունքել, ես հիշում եմ մեր հրաշալի դասախոս Գյուլիե Սերյանին, չէր ընդունվում դա։ Մենք ասում էինք գործը կարդալ, բանաստեղծությունը կարդալ։ Եվ այստեղ կարդալ բուն իմաստով չի, ուղիղ իմաստով կարդալ, դրա իմաստը հասկանալ, կարդալ մտքերը եւ այն զգացմունքները, ինչ որ դրվել է դրա մեջ։ Եվ բնականաբար այստեղ հնչեցին այդ մասին, յուրաքանչյուր կլինի դերասան, կլինի մարդ, որը որ խոսքի վարպետ է իրեն համարում, երբ կարդում է բանաստեղծությունը, պետք է անպայման իր վերաբերմունքը դնի այդտեղ։ Անպայման պետք է լինի նաև
իրենը, իր վերաբերմունքը եւ ասվածի եւ մտքի։ Ես ուզում եմ իմ կարծիքով ինչն է իսկապես կարդալու եւ ասմունքել։ Օրինակ իմ բանաստեղծությունները ես սիրում եմ նույն ես ընդհանրապես ինքս եմ կարդում, բայց եթե ուրիշն է, ես ասում եմ կարդա մի ասմունքի։ Ասմունքը ինչու ասեցի հակասում է։ Կարդալը նա է, երբ որ դու չես երևում, կարդացողը չի երևում, ինքը տեքստն է առաջ մղում։ Ամեն ինչ անում է։ Դուք Տիկին Պետրոսյան փոքրիկ հատված ներկայացնեք ձեր ստեղծագործությունը։ Դուք որ ասեցիք ներկայացնի նաև ձեր վերաբերմունքը, դա արդեն ասում։ Տիկին Պետրոսյան, ձեր փոքրիկ հատված կազմում ձերի ստեղծագործությունը։ Այստեղ հիմա ես բացատրեմ, այն բանաստեղծ տեսակն էլ ընդունելի է։ Այո, կամ բանաստեղծությունը ներկայացնում է։ Հանդիսատեսներ է խնդրում Տիկին Չէ, ես ասեմ մի րոպե, հա, մի րոպե, ես խնդրում եմ, մի րոպե խնդրում եմ, ես բան ունեմ ասելու։ Ուրեմն իմ կարծիքով եւ շատերի կարծիքով այսօր բեմերում, դպրոցներում, դահլիճներում, բուհերում իմ կարծիքով զբաղվում են արհեստավար, պրոֆեսիոնալ մարդիկ, թեկուզ եւ որոշ տոկոս ոչ պրոֆեսիոնալ։ Թող նա կարդա եւ լինի ոչ պրոֆեսիոնալ։ Ինչ է միտքս։ Միայն թե պրոֆեսիոնալի հարցը չի։ Ես թող բացատրեմ, արհեստավար մարդիկ Արտակ ջան, նրանք չենք կարող։ Այդ պաթոսից ես սկսեցի փակում ենք այս հարցը, մնաց 70-ը։ Քանի որ ձեզանից իրականությունը խոսում է արհեստավար է, նա ամեն ինչ ճիշտ ոճի մեջ է ներկայացնում։ Խելոք որից հետո դες կլսենք մեկ րոպե։ Նա չի կարող գա եւ դες տհաճություն պատճառի իր ասմունքով։ Մեր ասմունքողները արհեստավարժներ են, Գայանե ջան, եւ ձեր խոսքը շատ հավանում եմ։ Մեր ասմունքողները բոլորը կիրթ են, ոճի մեջ են։ Ոճի մեջ են։ Դուք ասեք մի սխալ օրինակ, Մարինա ջան, ես հիմա մի սխալ օրինակ ասեմ։ Անուն չեմ, Արտակ ջան, ավարտում եմ, անուն չեմ տալիս։ Սունդուկյանի ակադեմիական թատրոնում կոչումավոր երկու դերասան Սայատնովան սկսեցին համալսարանում սկսեցին բղավել պաթոսով կարդալ, մինչև վերջ հասնել։ Դեմ եմ դրան։ Բայց նրանք պրոֆեսիոնալ արհեստավար մարդիկ չեմ հասկանում, ինձանից ուզում են բանաստեղծություն, ես ասում եմ ինչու, որովհետև բանաստեղծությունը ունի իր տեղը, որտեղ կարելի է կարդալ։ Ես այստեղ չեմ կարդում, ես իմ բանաստեղծությունը կարդում եմ, ես բոլորը հրավիրում եմ, ես պարբերաբար կազմակերպում եմ։ Ես ցավում եմ, որ Մարինե ջան չեք բերել։ Հիմա ճիշտ կկարդայի քո բանաստեղծությունը։ Մարինե ջան, չես հասկանում, ասում եմ տեղն է կարևոր, ես ձեր եմ պայուսակից մեջ կա, բայց ես այստեղ չեմ կարդա, որովհետև ես այնքան սիրով ուզում եմ փչվանանի, Իսկ գուցե փորձենք Տիկին Պետրոսյան։ Չաչնի, ոչ։ Գաբաջան, ասում լավ իմ բանաստեղծությունը կարդալու համար պետք է ճիշտ փոքր Եկեք կարելի է Լիաննային վստահին ձեր բանաստեղծությունը կարողացա արտահայտել մինչև վերջ կարդամ, վերեք նած շուկ տամ, փայլամ ձեր գործին։ Ճիշտ Որ ասեն, այս Մարինեն ա գրել արդյոք։ Իմ կարդալը դրած է։ Մի բան ասեմ Արտակ ջան, Տիկին Մարինա, եկեք զուտ փորձի համար, թող կարդան ձեր բանաստեղծությունը, որից հետո խնդրում եմ, կարելի է դա ուղղակի կարդալ։ Ոչ, որովհետև իմ բանաստեղծությունը ինձ համար շատ թանկավոր է։ Դու ասում եմ ուղղակի։ Տիկին։ Ես խնդրում եմ անձնավորեք։ մենք բոլորս այստեղ համարվում ենք կիրթ մարդիկ, որոնք եթերի են դուրս եկել։ Եվ մեզ նայում է ժողովուրդ, ես կարծում եմ երկուսով միաժամանակ խոսելը պարզապես անկրթություն է։ Լիանա ջան, երբ որ մարդը խոսում է, զուգահեռ մի խոսեք, խնդրում եմ ձեզ։ Որովհետև դա ուղղակի որ կողքից մեկը մի բան ասի, հասեց կարծես Մարինեն եկել է մարտի եւ գրիչի իր զենքն է, եկել է մարտի եւ այստեղ ասենց բոլորը մարտիկներ են եւ այստեղ կռիվ են կանգնած են ձեր կողքին էլի երեք ասմունքով, որ սիրով ասմունքի մասը սիրով խոսենք, սիրուց Սիրով խոսենք։ խոսում ենք։ Շնորհակալություն, այստեղ ունենք մարդիկ, ովքեր կասմունք են, փոքրիկ հատված կարող եք ասմունքել։ Հա, ես էլ եմ ասմունքող, Մեսրոպ Մաշտոցյանն, խոսքի մշակույթի կենտրոնի ասմունքող եմ։ Բայց ուզում եմ երկու նկատառում անել, ներողություն, արագ կասեմ ասմունքով։ Նկատառում արեք, հետո ասմունքեք, ինչպես կուզեք։ Եթե ասում եք, որ լցնում եք բեմեր, դահլիճներ, բեմում կանգնած, նախ պետք է հետևենք մեր կեցվածքին։ Ասմունքողը պիտի առաջին հերթին գեղագիտություն թելադրի ոչ միայն իր խոսքով, այլ նաև կեցվածքով։ Եվ երկրորդ, Պարուշ Սևակն էլ, Եղիշե Չարենցն էլ, Վահան Տերյանն էլ գրել են, բայց իրենք երբեք ընթերցողին չեն պարտադրել, որ ընթերցողը կարդա ու ծանոթանա։ Մենք ընթերցող ենք, մենք պիտի գնանք պեղենք գրողներին, ժամանակակից գրողներին։ Շնորհակալություն, իսկ հիմա ասմունքեք, փոքրիկ հատված տեսնենք ինչպես եք դուք վերարտադրում։ Սիլվա Կապուտիկյանից հատված կասեմ։ Թե ես պիտի մի մատ անգամ իջնեմ իմ բերդ հայությունից, թե ես պիտի մի նյարդ անգամ զիջեմ իմ խոր քեությունից,
թե իմ մասունք գիր ու տարից մի տար անգամ պիտի զոհեմ, դրա դիմաց աշխարհ էլ տան, իմ պետքը չէ, ոչ, պետք չէ ինձ։ Շնորհակալություն։ Պաթոսի օրինակ էր իմ կարծիքով, այն Ինչպես պաթոսի կլասիկ օրինակ է։ Ես մի բան ասեմ։ Պաթոսի դասական օրինակ։ Արտաշ ջան, եթե կարելի է։ Ինչ վերաբերվում է դահլիճներ լցնելուն, հետաքրքրված լինելուն կոնկրետ երիտասարդությանը, քանի որ ես երիտասարդության հետ եմ աշխատում, իսկապես այսօր կա այդպիսի երիտասարդություն, որ շատ սիրում է գրականություն, շատ սիրում է բանաստեղծություն, պոեզիա, այո, կա այդ հանդիսատեսը, բայց արդյոք մենք մատուցում ենք այն, ինչ որ պետք է լսի այդ երիտասարդությունը, դա այլ հարց է։ Եվ ասենք այն, ինչ որ նրանց այսօր հիմա կանչել եք այստեղ ամենայն դեպս, ինչ առիթներով որ եղել է ես լսել եմ, բացարձակապես ինձ չի բավարարել։ Ես միշտ չեմ կարողացել զգալ այն, որ եթե դու լսում ես բանաստեղծությունը կարդացողին, պետք է դու կարողանաս ինքդ այդ նույն զգացմունքների կամ այդ նույն ճանապարհի միջով, մտքի միջով գնաս, այսինքն քեզ պիտի կտրի մի քիչ այս աշխարհից։ Եթե դա չի տեղի ունենում, ուրեմն չի հասկանալի է տեսակետը, շարունակենք ձեզ լսենք։ Քանի որ մենք пассив ենք, եւ ես քանի որ սկսեցի ու չկարդացի ոչ մի բան, ես կուզեի մի փոքրիկ ստեղծագործություն կարդալ։ Ինչ պատահեց։ Այս ուր հասանք։ Ասա ես ինչ անեմ։ Բեր ցավերը թոքնած աշխարհ։ Դիր շալակիս տանեմ։ Աստված բախտի տուն ավելի, հատիկները գարու ասում են, թե ավելի նեղորեր են գալու, խեղճ ու կրակ իմ երեխա։ Աչքս աչքիդ հարեմ, նստեցնեմ ծնկիս վրա, մատիդ փուշը հանեմ, իմ ալեհեր ալևորիկ, ոտքերն ընկնեմ սրպիտ, պահիր դու իմ միամորիկ, հանեմ փուշը սրտիդ։ Ինչքան էլ որ փշերն անլուր, տանջեն քեզ չարաչար, դու աչքի փուշ չես դառնալու, աչքիս լույսն ես, աշխարհ, փշեր, գարի սևեր, սրանցով ես շան տեղ դնում, սևի միջով ուղիղ բռնած դեպի լույսն ես գնում։ Ինչ պատահեց։ Այս ուր հասանք։ Ասա, ես ինչ անեմ։ Բեր ցավերը թոքնած աշխարհ, դիր շալակիս տանեմ։ Քեզ դուր եկավ այս բանաստեղծությունը եւ ինչի Ես փորձում եմ իմ սեփական կարծիքը չասել, միշտ դա իմ վրա գլխացավակելում դուք եք բանաստեղծում։ Չէ, ուզում եմ միացնենք նախ բանաստեղծությունը թե մատուցումը, որովհետեւ դուք ժամանակակից բանաստեղծներդ միշտ դեմ եք դասականներին։ Դուք միշտ ինչի միշտ դասականներ մեզ էլ կարդացեք, բայց ուրեմն ես մի բան ասեմ, ես ոչ մեկին չեմ խնդրել ինձ կարդալ, ես կարդացող ունեմ։ Ահա, դե շատ լավ է։ Ուրեմն մի բան ասեմ, այստեղ որ մեկը ասում է ջայլները կարդում են, մյուսը զարմանում է, չէ, ինչու է խնդիրը, որովհետև որ դուք ասեք ինչ պետք է։ Իրականում մեր հասարակության մեջ այսօր կան շատ տարբեր շերտեր եւ լավ է, ոմանք սիրում են դասական, թող սիրեն, շատ լավ է, ոմանք դասական ասելով Մետաքսե եւ Լյուդվիգ Դուրյան են հասկանում, ներողություն չէ, ժամանակակից ասելով, թող դա էլ լինի, բայց տարօրինակ է իհարկե, որ ասենք Մետաքսեն եւ Լյուդվիգ Դուրյանը որտեղ։ Okay, այսինքն իսկ բայց ամենախնդիրը ինչու դուք ինձ ասեցիք կարդա, ես չեմ կարդա, որովհետեւ իմ բանաստեղծությունը նոր բանաստեղծություն է, եւ այդ բանաստեղծությունը ես չեմ կարող մի հատվածով տալ, որովհետեւ այդ բանաստեղծության մեջ մտնի ինքը ունի նոր Տիկին Հեկեկյան ասեց, նոր էսթետիկա, որովհետեւ այդ նոր էսթետիկայի մեջ մարդը մտնի, ես այսպես չեմ կարող այս մթնոլորտում ասենք մի բան կարդամ եւ այլ։ Բայց դրա համար պետք է աշխատանք, պետք է եւ դրա համար այդ նոր բանաստեղծությունը ոչ թե պետք է ասմունքել, ասմունքում են բեմից, հա? Այլ պետք է կարդալ նախ որոշակի, ասենք փոքր շրջանակներում, որպեսզի սովորեն այդ լեզվին, հետո նոր։ Ես վստահ եմ, որ կգտնվի կա մեր երկիրը հարուստ է խելացի մարդկանցով, այն գրագետ ասմունքողը, որ սիրելի Մարինա քո ոճով քո գործը կկարդա, գրագետ պետք է լինեն ասմունքողները։ Պետք է ժամանակակից բանաստեղծություն կմբռնեն եւ կկարդան։ Շնորհակալություն երկու կողմերն էր, որ հյուրընկալվեցիք մեզ մոտ, իսկ վերջում կարող եք ինչ-որ մի բանով եզրափակենք հաղորդումը։ Եզրափակեմ հենց սկզբի ասված իմ խոսքով, երբ սովորական մի բարի խոսքից աշխարհն ավելի բարի է դառնում, ինչու են մարդիկ աշխարհը խառնում։ Եվ ինչ է ուզում մեկը մյուսից, երբ սովորական մի բարի խոսքից աշխարհն ավելի բարի է դառնում։ Բարով լցնենք իրենք իրար։ Շնորհակալություն։
Լավ, շնորհակալություն երկու կողմերն, որ հյուրընկալվեցիք մեզ մոտ։ Ես կարծում եմ երկու տեսակետներն էլ քիչ թե շատ ասացիք, որտեղ 40 րոպեում խոսել եւ ամենտեղ հասել, բայց գոնե կիսով չափ կարողացանք հասնել երկուսի տեսակետներն էլ։ Եթերում Ազատ Գոտին էր առաջին ալիք եթերում։ Շնորհակալություն ուշադրության համար։ Հաջողություն։